Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 6-րդ գլուխ Երկչոդութենեն գաթվածահար եղած Երկչոդությունը մեզ անդամալույց գդարձնե հոգիի բնակավարին մեջ Այն բաժար գդառնա, որ մենք փոխզիջման երթանք մեր քիծած ճիշտ բանին հետևաբար մենք այլ հանգամանքներու աստեցության տակ թույլ կտանք կամ կհանդուրժենք այն ինչ որ մեզ հաստատակամ չի բահեր Այս երևույթին օրինակ մնե Հեղիի եւ անոր որդիներու պատմությունը մինչև Իսրայելը գդառնար միաբեդություն այն կգարավարվեր թադավորներու կողմեն որոնց Աստված կբարձրացներ ասկի պատմության ճգնաժամային ժամանակներուն մեջ Համաձայն Աստվածաշունչի դեյքի դարբերագի Հեղին Իսրայելի 15-րդ թադավորն էր Ան ոչ միայն թադավոր էր, այլև 7-րդ քահանայապետը Հեղին Իսրայելի մեջ թադավարություն ըրավ 40 տարի Անոր երկու որդիները Վոփնին եւ Փենեհեսը եւս քահանաներ էին Հիմա եկուր տեսնենք թե ինչպիսին էր Իսրայելի հոգեվոր մթնոլորտը Հեղիի առաջնորդության տարիներուն Եվ այն օրերը Տիրոջ խոսքը հազվագյուտ էր հայտնի տեսիլք չկար Առաջին Թագավորաց 3:1 Հոս հիշատակված Տիրոջ խոսքը գրված Սուրբ Գիրքը չէր, քանի որ իսրայելցիներն ունեին Թորան։ Այս խոսքին մեջ նկատի կառնվի Աստուծմե ներշնչված հայտնությունը, որ Աստուծո ճանապարհներուն եւ ծրագիրներուն մեջ է։ Եվ կմնար միայն հերավոր հիշողությունը, թե Աստված ինչպես բացահայտ կխոսեր իր ժողովրդին հետ։ Գիրքի հեղինակը այդ պահուն լրագյաց էր։ Աստուծո ցայնը հազվադեպ կլսվեր։ Ուրեմն ինչու Աստված այդքան գլերեր Պատասխանը մենք կգտնենք Թագավորաց առաջին գիրքի 2-րդ գլուխին մեջ Եվ Հեղին շատ ձեռացած էր եւ գլսեր այն ամենն ինչ որ անոր որդիները գնեին բոլոր Իսրայելին ինչպես անոնք ժողովքի խորանի արչև խումբերով հավաքված կանանց հետ կգնանային Առաջին Թագավորաց 2:22 Հեղիի որդիներ Վոփնին եւ Փենեհեսը այլասերված էին Անոնք ոչ միայն բորնգություն գնեին Իսրայելի կանանց հետ, այլև այնքան համարձակ էին, որ բորնգություն գնեին նաև այն կանանց հետ, որոնք կուքային խորանին մեջ ծառայելու, ուր Աստուծո ներկայությունը կփնագեր։ Ուր էր Աստուծո նկատմամբ անոնց երկյուղը։ Անոնց ամբարոյականությունը չէր սահմանափակվեր միայն սեռական բռնությամբ։ Հեղիի որդիները նաև ստիպելով մարդոց կվերցնեին զոհի համար փերած միսը։ Այս գործողությունը հակառակ էր օրենքին եւ այն կգողոպտեր երկրպագողներուն ու Տիրոջը, քանի որ միսը կպատկաներ անոնց։ Ադիկա բաժար դարձավ, որ Իսրայելի ժողովուրդը արհամարհե Տիրոջ նվիրված զոհաբերությունը։ Վոփնին եւ Փենեհեսը քայթակղության քարեր էին Իսրայելի ժողովրդին համար։ Անոնց վարքագիծը բաժար դարձավ, որ ժողովուրդը զայրանա Աստուծո բաներու վրա։ Հեղին գիտեր, թե ինչ կնեին իր որդիները, սակայն չէր հերացներ անոնց, այլ գուղեր թույլ հանդիմանությամբ։ Ինչու համար գնեք այսպիսի բաներ, որովհետև ես այս բոլոր ժողովրդին բերանեն ցեզի համար չար խոսքեր գլսեմ։ Չէ, որդիկս, որովհետև լավ չէ այն լուրը, որ ես գլսեմ ձեր մասին։ Դուք Տիրոջ ժողովրդին կմոլորեցնեք։ Առաջին Թագավորաց 2:23 եւ 24 Անոր որդիներն ավելիին արժանի էին, քան այս բարձ ուղումը։ Վոփնին եւ Փենեհեսը պետք էր հերացվեին իրենց քահանայական թիրքեն, իսկ խորանեն ընդհանրապես, քանի որ անոնք չունեին ապաշխարող սիրտ։ Աստուծո մարգարեմը եկավ Հեղիին քով եւ ըսավ. Ինչու կանարգեք իմ զոհերն ու ընձաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, եւ քու որդիներուն ինձմե ավելի կպատվես, որովհետև ես ինձի փարավորողներուն կփարավորեմ եւ ինձի արհամարհողները կանարգվին։ Առաջին Թագավորաց 2:29 եւ 30 Փարավորել, պատվել կնշանակե հարգել, մեծարել, ագնացանք ունենալ։ Երբ Հեղին հրաժարեցավ թիմագայել է եւ խստությամբ իր որդիներուն խրադել է, ադորմով ցույց տվավ, որ որդիներուն ավելի կհարգեր, քան Աստուծուն։ Հասկանալով կամ առանց հասկանալու այս ամենը,
ան կհպատակվի իրեն վախցնողներուն։ Եթե հեղին վախցած չլար, ան իր որդիներուն հետ ուրիշ ցևով պիտի վարվեր։ Ավելի ուշ Աստված կխոսի հեղիի մասին Սամուելին հետ։ Եվ իրեն իմացուցած եմ, որ անոր դունը պիտի թադեմ Հավիդյան, որ գիտեմ այն անօրենությունը, որ անոր որդիները իրենց վրա անեծք կբերեն, եւ ան չհանդիմանեց անոնց։ Առաջին Թագավորաց 3:13։ Դիրոջ խոսքը հազվադեպ էր, եւ չարությունը կթագավորեր անմնացորդ, որովհետև թադավորն ու քահանայապետը կվախնային իրենց որդիներեն։ Հեղին գործընծուցած էր իշխանության իր թիրքը եւ արդարությամբ թադելու եւ Իսրայելին ծառայելու անոր կարողությունը հերացած էր։ Աստուծոն նպատակը ցախողած էր։ Իսրայելի թշնամիները կզորանային բոլոր կողմերեն միաժամանակ, ներսը կթագավորեր գաշարագերությունը։ Երբ ավակները կձգեն իրենց իշխանությունը, անոնց խնամակալության տակ գտնվողները կդարաբին։ Ձանոթ է այս իրավիճակը։ Թշփախտություն է, բայց շատ հայրեր վախծած են իրենց սեփական երեխաներեն։ Երբ երիտասարդներու հովիվ էի, քովս կուքային քրիստոնյա ընտանիքներ, որոնք հուսահատ օգնություն կխնդրեին։ Ես կտեսնեի պատանիներ, որոնք գարհամարհեին իրենց ծնողներուն, անոնց հետ կխոսեին առանց հարկանքի։ Գտվեր թե ծնողները կզայրացնեին անոնց։ Ես գուղեի երիտասարդներուն նույնիսկ իրենց ծնողներուն աչքին առջև, որովհետև վերջիններս շփոթած էին եւ գվախնային անոնց ուղելե։ Անոնց դուներուն մեջ քաոս էր, գթակավորեր անկարգությունն ու խառնաշփոթությունը։ Ծնողներն իրենց իշխանությունը զիջած էին իրենց երեխաներուն։ Անոնց ընտանիքներուն մեջ գարկ ու կանոն հաստատելու եւ աստվածաբաշտ երեխաներ մեծնելու Աստուծո բարգևն ու զորությունը հանգած էր։ Այս խնդիրը միայն մեր ընտանիքներուն մեջ չէ, այն ակնհայտ է նաեւ մեր եկեղեցիներուն մեջ։ Գտնված եմ հարյուրավոր եկեղեցիներու մեջ։ Ես տագնապած եմ եւ պետք է խոստովանիմ, որ շատ ավակներ վախծած են իրենց սեփական ժողովուրդեն։ Անոնց եկեղեցիներուն մեջ մթնոլորտը չի դարբերիր հեղիի իշխանության տակ գտնվող Իսրայելի մթնոլորտեն։ Աստուծո ցայնը հազվադեպ է։ Այս ավակները հանձնած են իշխանության իրենց թիրքը եւ Աստուծո զորությունը հանգած է։ Հովիվները կքարոզեն ծառայություններու ժամանակ, գա փարապանություն եւ երկրպագություն, բայց Աստուծո ներկայությունը քիչ է գամալ չգա։ Ծառայողը զգուշորեն կպատրաստե իր ուղերձը, որբեսի չվիրավորե եւ չհագարագի անոնց, որոնք անհնազանդության մեջ են, գամալ ան կբորա եւ զայրացած կխոսի հուսախապութենեն, կխփե ոչխարներուն, որբեսի ծածկե իր երկչոդությունը։ Բայց այս ամենուն մեջ ոչ մեկ հոգևոր կյանք կա, գամալ շատ աննկատ է։ Այդպիսի իրավիճակներուն մեջ հազվադեպ է Աստուծո ներկայության աստվածաշնչյան նկարագրությունը։ Կյանքի փրկումներ կլան, բայց Աստուծո ներկայությունը լիակատար չէ, իսկ անոր խոսքն ազատ չէ կենթանի ճուրերու աղբյուրի պես հոսելու համար։ Եկեղեցի, որ կենթանի թիակ էր։ 1990 թվականին ես կծառայեի ամբողջ ավետարանի եկեղեցվոմը մեջ։ Հոն մարդիկ կգարձեին, որ իրենք կենթանի են եւ կշարժին Աստուծո հետ։ Գիրակի առավոտյան, երբ ես կքարոզեի, սկացի, որ իմ խոսքերը գարձես ետ կշպրտվեին թեմքիս։ Ասես դիմացս աղյուսե բադլլար, մթնոլորտը ապստամբությամբ լեցուն էր։ Ես ոչինչ կհասկնայի, հովիվն ու անոր գինը շատ հաճելի մարդիկ էին։ Անոնց որդին կառաջնորդեր փարապանությունն ու երկրպագությունը եւ սիրված էր։ Ես շփոթած էի։ Ծառայությունեն հետո քացի անոնց հետ ջաշելու։ Հովիվը ըսավ. «Ջոն, ես հարցում ունիմ։ Իմ եկեղեցիին մեջ զույգ մը գա, որ կպատրաստվի ամուսնալուծվելու։ Անոնք երկուքն ալ կշարունակեն քալ ծառայություններուն եւ կնստին իրար մեջ շատ հերու։ Ամուսինը, որ մեր կարգուկանոնի ավակն է, իմ եկեղեցիին մեջ հանդիպած է երիտասարդ գնոջը եւ ինգած է անոր յետևեմ, որ սիրաշահի։ Այդ կինը դեղափոխված է իրենքով եւ հիմա անոնք միասին գաբրին։ Ես ինչ չնեմ։ Ես չէի հավատար ականջներուս,
Արդյոք այդ հարցին մեջ ան իմ խորհուրդի գարիքն ուներ։ Զարմացած հարցուցի. Թուն նկատի ունիս, որ անոր դակավին չես հերացուցած եկեղեցի են։ Ոչ, պատասխանեց ան, բայց խնդրած եմ, որ գարկ ու կանոնի ավակ չլա։ Մոտ 1 ժամ խոսեցա Հովիվին ու անոր գնոջ հետ։ Ես անոնց պատմեցի, թե ինչպես Բողոսը գործեր Գորընթոսի եկեղեցվո ավակներուն հետ։ Հոն մարդ մը գաբրեր ամպարոյականության մեջ։ Բողոսը գհանդիմաներ անոնց. Եվ դուք հբարդացած եք եւ ավելի սուկ չեք բռներ, որ ծեր միջեն վերցվի ան որ այն բանը գործեց։ Առաջին Գորընթացիս 5:2։ Բողոսը գսեր, որ այդ մարդը պիտի հերացվի եկեղեցիեն եւ կբացատրեր, թե ինչու։ Ձեր բարձանքը լավ չէ։ Չեք գիտեր, որ փոքր խմորը բոլոր զանգվածը կխմորեցնե։ Առաջին Գորընթացիս 5:6։ Թթխմորը կգործե խմորին մեջ բաժար դառնալով, որ ամբողջ հացը բարձրանալու կարողություն ձեռք բերե։ Մեր եկեղեցիներուն մեջ Բողոսը անզուսպ անամոթ կմահաճ մեղքը կհամեմատե հացի թթխմորին հետ։ Ես զգուշացուցի Հովիվին. Թուն թույլ տված ես, որ մեղքը անզուսպ ձևով տարածվի ամբողջ եկեղեցիին մեջ։ Աստված քեզ մի հաշիվ պիտի պահանջե այն հետևանքին համար, որ պիտի ելա մույս ոչխարներուն հետ։ Հովիվը ոչ միայն կգերագրե ոչխարներուն, այլև կպաշտպանե անոնց։ Թուն միայն կգերագրես անոնց, բայց կվախնաս պաշտպանելու, քանի որ թուն չես սիրեր հագարագիլ։ Երկուքն ալ կարևոր են։ Թուն պետք է վճռականորեն եւ սիրո ճանապարհով թիմագայես այդ մարդուն, իսկ եթե ան անմիջապես չապաշխարե, հերացուր եկեղեցիեն։ Եթե մենք չգերագրենք ոչխարներուն, անոնք սովամահ գլան, բայց եթե չպաշտպանենք անոնց, կգործանին։ Հովիվն ու անոր գինը քունադեցան։ Գինն ըսավ. Ես չեմ գիտեր այլևս գցանգամ ըլլալ ծառայության մեջ թե ոչ, բայց այն ամենը ինչ որ գցանգամ ընել մարդոց սիրելն է։ Ես պատասխանեցի. եթե դու չես պաշտպաներ այդ մարդոց, ադիգա ճշմարիտ սեր չէ, այլ հարմարվող սեր է։ Անոնք խոստովանեցան, որ վախծած էին իրենց եկեղեցվո որոշ անդամներեն։ Ամուսիններն անգեղծացան եւ ինձի պատմեցին այլ խնդիրներու մասին։ Փարապանության եւ երկրպագության խումբին մեջ երաժիշտներեն ոմանք անարգալից վերապերմունք կցուցաբերեին։ Ես ալ խոստովանեցա, որ ծառայության ընթացքին ինձի ինչ որ բան մը կխանգարեր եւ հիմա ես գիտեի թե ինչու։ Երեկոյան քարոզի ժամանակ մարդ մը կխանգարեր ինձի քարոզելու ժամանակ, որբեսի լեզուներով ուղերձ դար։ Ես խնդրեցի անոր գենալ, բացատրելով, որ Աստված ինքն իրեն չի խանգարեր։ Այդ մարդը հասկացավ եւ թատրեցավ խոսել է, բայց երբ անգեցավ, գիտարահարը ցածկեց դեղեն, բորած վրաս եւ ըսավ. Ես ոչ մեկ բարակային գվախնամ թեմ գենալու ինչ որ մեգումը քարոզին, որ Սուրբ Հոգին թույլ չի դար շարժիլ։ Ես դուրս գելեմ հոսկե։ Ան վերցուց իր գնոջը եւ բորած բեյս գիտարահարի վրա հրամայելով հետևիլ իրեն։ Բեյս գիտարահարը անոր գինը եւ մեկ ուրիշ մը գադղեցան։ Մթնոլորտը լեցված էր տակնաբով, մարդիկ շփոթած էին։ Ես անմիջապես խնդրեցի Սուրբ Հոգիին օգնությունը։ Ան ըսավ. Սորվեցուր անոնց իշխանության մասին։ Երբ ես քարոզեցի, Աստուծո խաղաղությունն իջավ մարդոց վրա եւ աստվածային կարգ ու կանոն հաստատվեցավ։ Երբ ավարտեցի, Դերը պատվիրեց ինձի. Ըսե այն մարդուն, որ գեցավ, որ դա լեզուներով ուղերձը ու մեկնաբանե։ Քիչ մը վարանելով ես թիմեցի այդ մարդուն. Բարոն, եթե դուք ի վիճակի եք, ես կհավատամ, Աստված կուզե, որ դուք այդ ուղերձը հիմա դաք։ Ան դվավ լեզուներով ուղերձը, ինչպես նաև մեկնաբանեց այն։ Այդ մարդը սկսավ խոսիլ. Այսպես սկսե Դերը. Ես տեսած եմ մեղքի բազմությունը այս եկեղեցիին մեջ։ Ես իմ ծառային մեղքերուն միայն մեկ մասը ցույց տված եմ։ Ուշադրություն դարձուցեք անոր խոսքերուն, քանի որ ադոնք իմ խոսքերն են։ Ես սկսա լալ այդ եկեղեցվո թույլ տված մեղքին եւ ապստամբության համար։ Մեղքը արագ կդարածվեր, քանի որ ավակները վախծած էին, քանի մը հոգի են, որոնց համար Աստված գուզեր, որ հոգ դանեին։ Շատ ուրախացա, երբ հետո լսեցի, որ Հովիվը թեմ գեցած է այն դղամարդուն եւ երիտասարդ գնոջը, որոնք միասին գաբրեին։
Անոնք երկուքն ալ ապաշխարած էին եւ անմիջապես իրար մե բաժնվելու որոշում կայացուցած էին։ Հովիվը վախծած էր իր աշխատակազմեն։ Անգամ մը ես կծարայեի ուրիշ եկեղեցվոմը մեջ, ուր հավաքույտները սկսած էին գիրագի առավոտյան եւ նախադեсված էր շարունակել մինչեւ չորեքշաբթի երեկո։ Մենք ունեցանք հիանալի հավաքույտներ, ապաշխարության, բժշկության եւ ազատագրման դեպքեր։ Եկեղեցին ֆինանսական ջեղքում ունեցավ։ Եկեղեցի հաճախողները գշատնային, բայց երեքշաբթի երեկոյան մինչև ծառայությունը սկսիլը հովիվը սկսավ լալ։ Ինչ բադահած է, հարցուցի ես։ Ջոն, ես քեզի չեմ նախանցիր։ Ես ուղղակի չեմ հասկնար, թե ինչու ես Աստուծո շարժը բնավ չեմ տեսած։ Ես լեցված եմ Սուրբ Հոգիով, բայց թեր Հոգիի բարգևներեն ոչ մեկը կործած է իմ ծառայություններուն։ Ոչ մեկը բժշկված է կամ ազատագրված է, եւ ամեն բան այնքան դժվար գտվի։ Ես սկսա հարցումներ հարցնել։ Բարձվեցավ, որ հովիվի աշխատակազմին մեջ երկու զույգ գա, որոնք Սուրբ Հոգիով ավելի գանուխ մգրտված էին, քան ան, եւ անոնք հովիվին գսեին, թե ինչ ըներ եւ ինչպես առաջնորդեր եկեղեցին։ Ես բացատրեցի. Թում պետք է ետ դառնաս Աստուծմե քեզի դրված իշխանության եւ ասես անոնց, որ թուն ես հովիվը եւ ոչ թե անոնք։ Հաջորդ օրը ան խոսեցավ այդ զույգերուն հետ։ Անոնք վրդովվեցան եւ վերջնականապես լքեցին եկեղեցին։ Հավաքույտները երկարացկվեցան եւ վերջին ծառայության ժամանակ խումբ մարդիկ արչեւ եկան աղոթելու, բայց դեռ նսավ ինձի. Թուն պետք չէ աղոթես այդ մարդոց համար, հովիվը պետք է ադիգա ընե։ Ես նայեցա հովիվին եւ անոր վրա տեսա Աստուծո զորությունը։ Հովիվ, ըսի ես, Աստված կսե, որ թուն պետք է աղոթես այս մարդոց համար։ Ան սկսավ վազել այդ մարդոց մեջեն։ Հովիվը բարձաբես կթփչեր անոնց եւ մարդիկ գինային Աստուծո զորութենեն։ Ոմանք գինային հովիվին թփչելեն առաջ։ Աստուծո զորությունն այնքան զորավոր էր։ Աղջիկը, որ դիվահար էր, փարավոր ցևով ազատագրվեցավ։ Քանի մը վարգյան յետք այդ խումբի բոլոր մարդիկ ինգած էին քեդին, Սուրբ Հոգին գծարայեր անոնց։ Հովիվը դարձավ հայացք մնետեց ինձի եւ գրնագին վրա քեդին ինգավ։ Ստիպված ծառայությունը անոր գինը փակեց։ Գես ժամ յետք երկու մարդ օգնեցին հովիվին բարձրանալու։ Այդ եկեղեցին նման բանդակավին չէր տեսած։ Աստուծո զորությունը հովիվին մեջ չէր կործեր երկչոդության պատճառով։ Ադոր հետևանքն այն էր, որ Աստուծո զորությունն ու ներկայությունը հազվադեպ էր անոր եկեղեցիին մեջ։ Երկչոդության այս զորությունը գոդրել են վերջ Աստուծո բարգևը ազատ արձակվեցավ։ Նույն պատմությունը, բայց այլ փեմակրությամբ։ Ես համոզված եմ, որ քանի մի եկեղեցիներուն մեջ այս սկզբունքը ճիշտ է այնքան, որքան անհատներու կյանքին մեջ։ Ես կծառայեի արտասահմանյան եկեղեցվոմը մեջ, ուր նույնպես հովիվներն ու ավակները կգործեին երկչոդության թեմ պայքարելով։ Ողջ շաբթվան ընթացքին ես քարոզեցի, քաչալերելով անոնց զորավոր մնալ հոգիին մեջ եւ կործատրել Աստուծո մեջ ունեցած իրենց բարձր գոչումը։ Իմ մեկնելեն 4 ամիս յետք եկեղեցվո անդամներու թիվը երապատկվեցավ։ Անոնք դեղափոխվեցան իրենց 400 դեղե փաղկացած շենքեն եւ քացին լսարանը, որ ուներ 2000 նստադեղ։ Երբ ես ավելի ուշ այդ երգիրը վերադարձա, հովիվն ինձի ըսավ, որ ինքն ու իր եկեղեցին փոխված են այն բահեն, երբ գոդրած են երկչոդությունը։ Ես 3 օրով հրավիրված էի ծառայելու Ատլանտայի մեջ։ Վերջին օրը կքարոզեի երկչոդության զորությունը գոդրելու մասին։ Հովիվը փարավոր ցևով ազատագրվեցավ իր ժողովուրդեն ունեցած երկչոդութենեն։ Ան ըսավ. «Դուք պետք է նորեն քակ եւ մեկ շաբաթ մնաք»։ 3 շաբաթ հետո ես վերադարձա եւ մենք ունեցանք 9 ծառայություն։ Աստուծո զորությունն ու ներկայությունը այնքան ուժեղ էր, որ ոմանք կմնային մինչև կեսգիշեր։ Գիշերվան գիսուն մարդիկ կհեռացայնեին հովիվին դունը եւ կհարցնեին, թե ինչ ընեն, որովհետեւ ոմանք դեռ կսկային Աստուծո զորության եւ ներկայության հբումը։ Անոնք երբեք չէին տեսած Աստուծո շարժը այդքան զորավոր ցևով։
Ադգե հետո 9 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբթվան վերջավորության եկեղեցին կունենար արթնության հզոր ծառայություններ։ Հովիվը կհերացայներ ինձի ու կպատմեր, թե որքան զորավոր էին ծառայություններն իր եկեղեցիին մեջ եւ թե ինչպիսի հզոր բաներ դեղի կունենային եկեղեցվո անդամներու կյանքին մեջ։ Անգսեր, որ հավաքույտներեն ոչ մեկը մյուսին պես էր։ Անոնց եկեղեցին աճած էր 400-ին եւ հասած էր 700-ի։ Ան ինձի պատմեց, որ այն երեգոն, երբ ես կքարոզեի երկչոդությունը գոդրելու մասին, շրջադարձային էր իր կյանքին եւ ծառայության համար։ Ես ուրիշ կենթանի հավատքի եկեղեցիի մեջ էի։ Փարապանութենեն եւ երկրբակութենեն քունս կուքար։ Հովիվը ոտքի ելավ, հայտարարություններ ըրավ, զոհաբերություն սորվեցուց։ Շատ ցանցրալի էր այդ ընթացքը։ Երբ մենք կճաշեինք ծառայությունեն ետք, ան միայն ֆուտբոլի մասին կխոսեր։ Ադիգա ցանցրալի ճաշկերույթ էր։ Հաջորդ երեգո Աստված մղեց ինձի քարոզել երկչոդությունը գոդրելու մասին։ Քարոզի գեսուն Հովիվը քեդին ինգավ ապաշխարելով այն թուլութենեն, որ հանդուրժած էր իր կյանքին եւ ծառայության մեջ։ Ես գիտեի, որ Աստված գործ գներ անոր կյանքին մեջ, բայց ես չէի հասկնար, թե ադիգա ինչքան կդեվեր։ Հաջորդ օրը ան հերացայնեց. «Ջոն, իմ գինը 1 ժամ է քնացած է, իսկ ես ընդհանրապես չեմ քնացած։ Մենք ամբողջ գիշերը արթուն էինք, ապաշխարեցինք, լացինք, հետո խնդացինք, հետո այդ ամենը նորեն կգրկնվեր, ապաշխարություն, լաց եւ ծիծաղ»։ Այդ օրը ան կացած էր իր օգնականներուն քով եւ ապաշխարած էր անոնց առջև ներողություն խնդրելով, որ չէ եղած Աստուծո այն առաջնորդը, որ գանչված էր ըլլալու։ Օգնականներեն քանի հոգի լքեցին եկեղեցին, երբ հասկացան, որ այլևս չեն կրնար ղեկավարել Հովիվին։ Մյուսները միացան անոր եւ աջակցեցան անոր աճին։ Եկեղեցին եւ այս մարդը երբեք այսպիսին չէին եղած։ Այժմ 4 տարի հետո փարապանությունն ու երկրբակությունը կենթանի են։ Անոնք վերջին 2 տարվան ընթացքին ամեն շաբաթ արթնության հավաքույթներ կունենային։ Երբ Հովիվը հերացայնեց ինձի, պատմեց, թե ինչպես Աստված գխոսի իրեն հետ եւ ինչպիսի հրաշքներ կկատարվին եկեղեցվո մեջ։ Քանի անգամ վերադարձած եմ այդ եկեղեցի եւ ամեն անգամ վիճակը ավելի կլավանա։ Ան նաև ինձի քանի անգամ ըսած է, որ երկչոդութենեն ազատելու ուղերձը փոխած է իր կյանքն ու ծառայությունը։ Այս ազատագրումը ոչ միայն հովիվներու եւ ավակներու, այլև բոլոր հավատացյալներու համար է։ Մենք ստացած ենք շատ վկայություններ, որ մարդիկ ազատագրված են կյանքի դարբեր բնակավարներուն մեջ, երբ գոդրած են երկչոդության գաբանքները։ Ծառայություններեն մեկուն ժամանակ, երբ ես կքարոզեի երկչոդությունը գոդրելու մասին, հավաքույթի ավարտին գինը վկայեց, որ վախի ջնշումը սկացած է եւ երկչոդությունը դուրս ելած է անոր կյանքեն։ Քանի օր հետո այդ գնոջն ու անոր աղջկան ճամփան կգեցնեին գրագոցը։ Հարցագողները կհապշտագեն կանանց տրամաբանակները եւ 3 երիտասարդ տղամարդիկ կշրջաբադեն իրենց։ Մեծ համարձակություն կբարձրանա գնոջ ներսը եւ անգսկսի որքան հնարավոր է բարձրացայն խոսիլ լեզուներով։ Ադրջանագով երիտասարդը կհրամայե թատրեցնել այն։ Գինը չի թատրիր։ Երիտասարդ տղամարդիկ այնքան կշփոթին, որ այդ գնոջ աղջիկը կգարենա դուն վազել եւ հերացայնել 911։ Տղամարդիկ կփախչին դանելով միայն գնոջ տրամաբանակը։ Հաջորդ օրը քրիստոնյամը կորոշե քալելով երթալ իր մորը դունը եւ գերտա ոչ սովորական դարձած ճանապարհով։ Անդարին մեջ ան կգտնե այս գնոջ տրամաբանակը եւ կհերացայնե անոր։ Անոնք երկուքով կուրախանան։ Տրամաբանագեն շատ քիչ գումար կբաքսեր, իսկ գնոջ ամբողջ փաստաթուղթերը մնացած էին տրամաբանագին մեջ։ Ան գնոջս ըսած էր, որ այդ քարոզը քաջություն տված էր իրեն, որ փրկած էր իր կյանքը։ Եթե նախկինին նման իրավիճակներուն մեջ ինքը վախեն գնգջվեր, ապա հիմա չունի վախի զգացումը։ Ես Աստուծո գուտամ ամբողջ փառքը բոլոր այս վկայություններու համար։ Ես ալ գապված էի վախով, բայց Աստուծո շնորհքով հիմա ազատ եմ։
Ազատագրման այս իմաստությունն ու զորությունը, որ գազադե քերիներուն գուկա անորմե։ Մենք բացահայտեցինք վախն ու երկչոդությունը եւ թե ինչպես ադոնք գրնան խանգարել, իսկ շատ հաջախալ գեցնել Աստուծո բարգևն ու զորությունը։ Այնուամենայնիվ մեր նպատակն է ոչ թե բարձրապես բացահայտել, այլ ավելին գոտրել անոր մահացու գաբանքը։